Ադրբեջանի փոխվարչապետն այցելեց Հայաստան, ինչ քննարկեցին, ինչ որոշեցին, ինչ հանձնեցին, անցնող 2 օրվա ընթացքում համացանցի հայկական հատվածում ամենաանհավանական վարկածներն էին քննարկվում, իսկ Արցախում շարունակվում է հուշարձանների ջարդը, Հայաստանում էլ գաղտնալսումների շքերթը։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, սրանք թեմաներն են, որոնց մասին խոսելու ենք առաջիկա րոպեների ընթացքում Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի մեկնաբանություններով, բայց մինչ այդ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ YouTube-յան ալիքի հին ու նոր բաժանորդներին, իսկ ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, սիրով հրավիրում եմ։ Նախագծին աջակցելու համար էլ շնորհակալություն Իվան Ավանեսյանին։ Եվ այսպես, ապրիլի 29-ին Հայաստան այցելեց Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը։ Այցը փաստացի գաղտնի չէր, բայց այնպես չէ, որ հայկական կողմը պաշտոնապես ու նախապես հայտնել էր դրա մասին։ Բայց լրատվամիջոցներում հայտնվեցին նախ Հայաստան հասած ադրբեջանական ինքնաթիռի կադրերը, հետո ադրբեջանական աղբյուրներից ծաղկաքաղարված և հայկական լրատվադաշտ հասած տեղեկությունները, վերջում էլ Մուստաֆաևին ուղեկցող հսկայական շարասյունը երևաց Աղվերանում կայացած հանդիպման վայրից հեռանալիս։ Թեման այնքան թեժացավ, որ մի պահ դրան անդրադարձավ նաև Դանիել Իոնիսյանը։ Նայում եմ, որ ինչ-որ շրջանակներ փորձում են տենց ապատեղեկություններ տարածել, թե իբր Ադրբեջանի փոխվարչապետը եկել է, որպեսզի քննարկեն ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Ինչ ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, ինչ են մի հատ բան կային, որ ասում է դա что ж ты такое несешь։ Իսկ կարող է այդ ապուշ նարատիվներին հավատացողների բան ուղեղի վերադարձը դեպի գանք պետքա քննարկել առհասարակ։ Լուրջ է, այդ չէր խանգարի էլի, ճարել ուղեղը եւ վերադարձնել դեպի գանք։ Քննարկեն ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Ասենք ամեն ինչ պարզ է։ Հայաստանի փոխվարչապետը գնացել էր, իրանց մոտ էին հանդիպել, քննարկել սահմանազատման հարցերը եւ առևտրի հնարավորությունները։ Հիմա իրանց փոխվարչապետը եկել է Հայաստանում են քննարկել, էլի սահմանազատման ու ապաշրջափակման, փոխադարձ առևտրի, ինչ-որ բաներ մենք ենք Ադրբեջանից առնում, ինչ-որ բաներ կարող Ադրբեջանը մեզանից առնի, ինչ կա դրա մեջ։ Այսինքն ես գիտեմ ինչ կա դրա մեջ, լիքը լավ բան կա դրա մեջ։ Ապրիլի 30-ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում Փաշինյանին հարցրեցին ուղիղ ինչու եք այցը թաքուն պահել և հետո արդյոք որևէ խորհրդանշական բան կար նույն օրը Երևանի կենտրոնում կազմակերպված 7 շրջանով հսկա շուրջբարի ու Ադրբեջանի փոխվարչապետի այցի միջև։ Եթե կոնֆիդենցիալության ինչ-որ կանոններ պահվում են հայտնի նկատառումներով, այդ թվում անվտանգության, որովհետև կարծում եմ, երբ որ մեր փոխվարչապետն է այցելել Ադրբեջան, նույն կանոնները պահվել են այնտեղ, իսկ լրատվական արտահոսքերը երբեք բացառել հնարավոր չի։ Ադրբեջանում չի եղել այդ արտահոսք, Ադրբեջանի պարագայում չի եղել այդ արտահոսքը, Հայաստանի պարագայում եղել է, որովհետև կազմակերպվում է միջոցառում, այդ թվում մամուլի հաղորդագրություններ թողարկելու ժամերն են, պայմանավորվածություններ են ձեռք բերվում եւ այլն եւ այդպես շարունակ, եւ ձեր արտահայտությունը, թե մենք գաղտնի ենք պահում հանրությունից, բացարձակապես տեղին չի։ Նախ ես կարծում եմ, որ շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել եւ համարում եմ երկու երկրների փոխվարչապետերի այցերը պատմական խաղաղության գործընթացի եւ ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ եւ ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին։ Ինչ վերաբերվում է ձեր մնացած հարցերին, գիտեք, ցանկացած օր կարելի է այդպիսի մի հարց տալ, ասել այդ օրը ենթադրենք այսինչ տեղը ինչ միջոցառում էր, երկրորդ տեղը, չգիտեմ, ռեստորաններում ակտիվ էր, չորրորդ տեղը հարսանիք էր, հինգերորդ տեղը։ Մենք ընդհանրապես կարծում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները պետք է շարունակաբար լավարկվեն, խաղաղությունը գնալով ուժեղանա եւ պետք է հաստատվեն բնականon հարաբերություններ երկարաժամկետում ռազմավարական առումով բարի դրացիական հարաբերություններ։ Այդ մնացած ձեր ասած բաները համարում եմ ընդամենը թեմայից շեղելու փորձեր,
որ բացարձակապես կապ չունի իրականության հետ։ Դուք երբեմն մեր հարգելի լրագրողները մտքերի այնպիսի ընթացք են ունենում, որ նույնիսկ դժվար է կանխատեսել։ Եվ ձեր տրամաբանությամբ, երբ որ Ադրբեջանի փոխվարչապետը այցելում է Հայաստան, Հայաստանում պետք է կյանքը կանգնեցնել, որպեսզի որևէ մեկնաբանության տեղ չլիներ, բայց այդ դեպքում էլ կլիներ մեկնաբանություն, որ այս Ադրբեջանի փոխվարչապետին լավ ընդունելու համար կյանքը կանգնեցրել եք, այսինքն սա նշանակում է, որ եւ այլն, հասկանում եք։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ ցանկացած միջազգային հյուրի մենք պետք է ընդունենք հնարավորինս լավ, բայց ձեր նշած իրադարձությունները որևէ կապ իրար հետ չունեն։ Արդյոք Մուստաֆայևն այցելել է իր ծննդավայրը Հայաստանի Ջուջևան գյուղը, սա այցի օրը շրջանառվող թեմաներից մեկն էր, ըստ մի շարք աղբյուրների Հայաստանի Հանրապետություն այցելած Մուստաֆայևը ցանկություն էր հայտնել լինել իր ծննդավայրում։ Փաշինյանը հերքում է եւ այցի մասին լուրերը եւ այդ թեմայով որևէ քննարկում ընդհանրապես։ Ինչ վերաբերում է պարոն Մուստաֆայևի ծննդավայր այցելելու հետ կապված նման հարց չի քննարկվել, ես տեղյակ չեմ եւ չի այցելել։ Բնականաբար աշխատանքի ավարտից հետո պատվիրակությամբ վերադարձել են։ Փաշինյանին հարցրել են նաև Հայաստան 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին։ Խոսքը նախկին հայաստանաբնակ ադրբեջանցիներին է վերաբերում։ Դա էժան քաղաքական շահարկում է, մենք նման հարց երբեք չենք քննարկել, նշել է Փաշինյանը։ Ադրբեջանի փոխվարչապետի այցի շուրջ 3 տեղեկություններ շրջանառվեցին, որ նա եկել է այստեղ նաև ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ բանակցելու համար։ Խնդրում եմ հրապարակավ հերքել կամ հակառակը հաստատել այդ շրջանառվող տեղեկությունները։ Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել եւ չենք քննարկում։ Եվ ես ուզում եմ ասել նաև, որ արդեն ձեզ հայտնի ժամանակներից մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց եւ մնացած տեղերի վերադարձի հայերի վերադարձի հարց, որովհետեւ ակնհայտորեն երկու ուղղությամբ էլ քննարկումները ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա եւ մեկը մյուսին կարող են եւ հաճախ այդպես էլ պատահում է թեժացնում են եւ նաեւ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա որ երկու հարցերն էլ քաղաքական օրակարգում թեժ են պահում նույն ուժերը սկզբից մի հարցն են սկսում էսկալացնել հետո բավարար էֆեկտ չի ունենում իրանց համար, երկրորդ հարցն են էսկալացնում, այսինքն դա էժան ներքաղաքական շահարկում է եւ ոչ ավելի։ Ընդ որում ես ուզում եմ ասել, որ կա մարդիկ, որ այդ թեմայով խոսում են, բայց իրանք չեն հասկանում ինչի համար են խոսում եւ ինչ նպատակադրմամբ։ Օրինակ Կալուգացի օլիգարխը 100%-ով համոզված են, որ չի հասկանում ինքը ինչ է ասում եւ ինչի համար է ասում։ Իրեն հանձնարարում են ինքը ասում է։ Ուրիշ որ ինքը չի հասկանում ինչի մասին է խոսում, ինքը հարցերի փոխկապակցվածություններն էլ չի հասկանում։ Դա էժան քաղաքական շահարկում է եւ ես հստակ պատասխանեցի ձեր հարցին, որ մենք նման հարց երբեք չենք քննարկել, երբեք։ 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեման ակտիվ շրջանառում է Սամվել Կարապետյանը։ Ապրիլի 29-ին նա լրագրողների հարցերին է պատասխանել ու նորից այդ թեման պնդել։ Փաշինյանը 300,000 ադրբեջանցիներին բերելու է Հայաստան, պնդել է Կարապետյանը։ Պարոն Կարապետյան, ապրիլի 1-ին, երբ Ռուսաստանում տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, ակնհայտորեն Վլադիմիր Պուտինը իր աջակցությունը հայտնեց ձեզ, թեև որևէ անուն չնշվեց, բայց վերլուծաբանների գնահատմամբ խոսքը հենց ձեր մասին էր։ Դուք ինչպես եք վերաբերվում Վլադիմիր Պուտինի այդ աջակցությանը։ Հայաստանի քաղաքական դաշտի ապօրինությունների մասին այսօր գիտեն ամբողջ աշխարհում։ Մեր մասին ասում են ու գրում են Վաշինգտոնում։ Մեր մասին ասում են ու գրում են Լոնդոնում։ Մեր մասին ասում են ու գրում են Փարիզում։ Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով դրա մասին ասվեց։ Բայց դա չի նշանակում, որ մենք դիրքորոշում պետք է ունենանք դրա մասին, քանի որ Փաշինյանը այսօր
ամեն ինչ անում է, որ Հայաստանը դարձնի գերտերությունների բախման կենտրոն, ստեղծելով քաոս, Հայաստան բերելով 300,000 ադրբեջանցիների, իսկ մենք հասկանում ենք, որ 300,000 ադրբեջանցի բերելով մենք ստիպված ենք լինելու հայկական բանակում ունենանք ամենակիչը 10,000 ադրբեջանցի ծառայողներ։ Դրա համար մեզ պետք է նոր ուժեղ առաջնորդություն, որպեսզի մենք կարողանանք հավասարակշռել մեր բոլոր միջազգային գործընկերներին։ Հայաստանում հույս ունեմ ավելի անհամբեր սպասում են ոչ թե 300,000 ադրբեջանցիների, այլ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձին։ Նրանց մի խումբ ազատ կարձակվի Հայաստանում սպասվող ընտրություններից առաջ, այդ մասին լուրեր են տարածում մի շարք հայկական լրատվամիջոցներ։ Ապրիլի 30-ին Փաշինյանին նաև այդ մասին են հարցրել լրացուցիչ ճշտելով, արդյոք քննարկվում է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակման հարցը։ Պարոն Փաշինյան, վերջերս մամուլում շրջանառվում էր տեղեկություն, ըստ որի Ադրբեջանը ընտրություններից առաջ գերիներին կվերադարձնի Հայաստանին, այս կերպ իր աջակցությունը հայտնելով ձեր քաղաքական ուժի վերընտրվելուն։ Ուզում էի իմանալ, հարցս հետևյալն է, թե արդյոք նախատեսվում է գերիների այց Հայաստան, այդ թվում եւ Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչների ինչ աշխատանքներ է տարվում այդ թեմայով։ Ես ուզում եմ հասկանամ, նրանք ովքեր տեսանկյունից հարցերը բարձրացնում են, ուզում են վերադառնան, թե ուզում են չվերադառնան, թե ուզում են վերադառնան, բայց ոչ հիմա, այլ հետո։ Այսինքն հունվարին, որ վերադարձել են, այդ ինչի համար ա եղել։ Միշտ էլ ընտրություններից առաջ է, նախորդ խումբն էլ որ վերադարձել է, այլ ընտրություններից առաջ է։ Նախորդ խումբն է որ վերադարձել է, միշտ ընտրություն, ժողովրդավարական երկրում միշտ ընտրություններից առաջ է։ Ընտրությունների հաջորդ օրը արդեն ընտրություններից առաջ է։ Որտե մի քանի ամիս հետո տեղի են ունենալու թիմ ընտրություններ, հետո ուրիշ տեղ են թիմ ընտրություններ տեղի ունենալու եւ այլն եւ այդպես շարունակ։ Իսկ անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված այս հարցին պատասխանել եմ տասնյակ անգամներ եւ իմ պատասխանը նույնն է միշտ։ Այդ ուղղությամբ արվում է ամենօրյա աշխատանք։ Երբ կլինեն արդյունքներ, երբ որ կլինեն, կտեսնենք բոլորս։ Եվ ինչ եմ այսպես ասում, ոչ թե նրա համար, որ ինչ որ ինֆորմացիա ունեմ, որը չեմ ուզում կիսել, այլ իմ փորձը ցույց է տալիս, միջև որևէ մեկը ձեր նշած անձանցից սահմանը չի հատել եւ չի հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում, ազդարարել նման հնարավորության մասին առնվազն լուրջ չէ։ Փաշինյանին նաև Արցախում ավերվող հուշարձանների մասին են հարցրել, նա էլ ասել է, թե հարցը միայն հուշարձաններին չի վերաբերում։ Ինչու Արցախի եկեղեցիների հարցը չեք պատրաստվում բարձրաձայնել։ Դուք ասում եք, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք, քրիստոնյա եք, ի վերջո դուք հայ ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչն եք։ Ի պաշտոն է աշխարհի ցանկացած վայրում քանդվող հայկական հուշարձանի պատմամշակութային հուշարձանի հարցը պետք է դուք բարձրաձայնեք։ Արցվաշենը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ես ասել եմ նաեւ Խորհրդային Միության Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Ես ուզում եմ մենք մոդելավորենք այսպիսի մի իրավիճակ, ասենք այն պահը, երբ որ սահմանազատման արդյունքում Արցվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո եւ մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք 2016 թվականին։ Մեր ռեակցիան ինչ պետք է մենք անենք։ Եվ օրինակ այդ մզկիթի տարածքի հետ կապված օրինակ Հայաստանի քաղաքացիներ կան, ովքեր բերում են իրենց սեփականության վկայականները, ասում են, գիտեք, ինձ այս հողը մերն է եղել եւ այլն եւ այսպես շարունակ եւ ամենատարբեր հարցեր։ Մենք ինչ պետք է անենք։ Հարցը հետեւյալի մասին է։ Մենք կոնֆլիկտը եւ Ղարաբաղի շարժումը շարունակում ենք, թե չէ։ Իսկ ինչ վերաբերում է ձեր մնացած հարցերին, եթե off the record խոսակցություն կլինի, ես պատրաստ եմ
ձեզ լրացուցիչ տեղեկություններ տալ այդ ամեն ինչի մասին։ Ձեզ եւ մնացած բոլորին, չնայած ես կարծում եմ, որ դուք գիտեք այդ տեղեկատվությունը եւ ձև եք անում, թե չգիտեք։ Վերադառնանք Կարապետյանի ճեպազրույցին, անկեղծ ասած այդ ընթացքում շատ օրիգինալ մտքեր եւս հնչել են։ Ասենք, ընտրեք հարուստներին, որ նրանք պաշտոնի անցնելուց հետո պետական բյուջեն չթալանեն։ Ասեք, որ հետաքրքիր տարբերակ են։ Խոսել է նաեւ Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրների ու դրանք հաղթահարելու ուժեղ Հայաստանի առաջարկած տարբերակների մասին։ Ցանկության ոլորտից խոսենք։ Այստեղ առաջնահերթությունները ինչպես է պատկերացնում ուժեղ Հայաստանը։ Ուժեղացնելով մեր տնտեսությունը, մենք ունենալու ենք արժանապատիվ, երկարատև, կայուն խաղաղություն։ Ժողովրդական ալիքի վրա իշխանության եկած մարդիկ վերջին 8 տարում ապացուցել են, որ իրենց իշխանությունը պետք էր առաջին հերթին սեփական կյանքը բարելավելու համար, սկսած միլիոնավոր դրամների պարգևավճարներից մինչև առանձնատներ, որոնք կառուցում են կամ ձեռք են բերում այսօրվա պաշտոնյաները։ Դուք ինչպես եք պատրաստվում համոզել մեր ժողովրդին, որ ձեզ իշխանությունը պետք է ոչ թե սեփական թիմը հարստացնելու համար, այլ Հայաստանը ուժեղացնելու, հարստացնելու համար։ Դրա համար գալիս են արդեն հարստացած մարդիկ, ովքեր հարստանալու կարիք չունեն։ Մենք հարստացնելու ենք հայ ժողովրդին, ի տարբերություն ներկայ իշխանություններին, ովքեր բյուջեն լցնում են սեփական գրպաները։ Իսկ հարստությունը բառեզ բուն իմաստով հոսում է դեպի Հայաստան, էլ ուսապարկերով, էլ ճամպրուկներով, փող է, որ Ռուսաստանից հոսում է դեպի Հայաստան։ Բեկը հերթական ճամպրուկներն են նկարել, ցուցադրել։ Հայաստանի Հանրապետության օդային եւ ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ իրականացվող ուժեղացված վերահսկողության շրջանակում բեք հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության ու ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ միջոցառումների արդյունքում ստացել էին հերթական օպերատիվ տվյալները։ Ըստ այդ տվյալների Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետությունը ժամանելու Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ՌԹ, ովի հետ կանխիկ եղանակով տեղափոխելու էր առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ։ Տեղեկությունները իրացնելու նպատակով հրատապ ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո Զվարթնոց օդանավակայանում հայտնաբերվել է ՌԹ-ն, ում մոտ արկա է եղել կանխիկ 65 միլիոն ռուսական ռուբլի, որը շուրջ 321 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար է։ Հանցանք կատարելու անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածի արկայության հիմքով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն Զվարթնոց օդանավակայանից ձերբակալել եւ տեղափոխել են կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն։ Արարևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Քննչական կոմիտեը ներկայացվել նաև ձերբակալված անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական բարույթ, իսկ ՌԹ-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Ուշագրավային հանգամանքը, որ 1 օր անց Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԹ-ի ազգական Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ՀԹ-ի մոտ եւս հայտնաբերվել է խոշոր կանխիկ գումար 7.6 միլիոն ռուսական ռուբլի, որը շուրջ 37 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար է։ Վերջինս Զվարթնոց օդանավակայանից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանցանք կատարելու անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածի արկայության հիմքով նույնպես ձերբակալվել եւ տեղափոխվել է կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն, այնուհետև քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական բարույթ եւ տվյալ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց դատարանի որոշմամբ ընտրվել է տնային կալանք։ Հայաստանում էլ կարծես բոլորովին դեմ չեն, որ պարկերով փող բերեն։ Տրանսպորտում չվճարողների նկատմամբ հայերենի իշխանությունները կարծես ավելի խիստ են տրամադրված, քան մեշոկով փող բերողների։ Ընդամենը տնային կալանք։ Ես կասեի դա էլ հանեն ու այդ մարդկանց պարգևատրեն։ Ի վերջո ինչ վատ բան են արել նրանք։ Հայաստան փող են բերել, այն էլ շատ։ Դե վերջում էլ այս օրերին գրեթե ամենօրյա հաճախականությամբ տարածվող գաղտնալսումների մասին աշխարհագրությունը ընդլայնվում է։ Զրույցից եզրակացնելով այս անգամ գաղտնալսվողներից մեկը Ռուսաստանից էր։ Սարտերը կարամ անեմ, ստել, ընդել, դու պրոբլեմ ունես ապել։
Չէ, որովհետև ես որ մեր աղբորը տենամ կուրսի պայեմ, էլի մեր աղբերներին ջոգի, կա հունիսին մի հատ գաս։ Չէ, ապե օգոստոսին։ Կուտրության վատ գաս մի հատ հունիսի 1-ին գաս մի 20 օրով, մի 7 օրով մի հատ գաս տաս։ Ապե ես դիտե կարամ գասեմ։ Եկո ցավը տանեմ։ Անկորը դառնան դե գիտես, պատատակոս։ Հա բա։ Դե լավ ես որ աղբորը տենամ, տղա աղբոր մոտից զանգեմ, տես զրուցեին։ 15-20 ընտանիքի քավոր են, Սամուջան, ումը զանգեմ իմ ազատ իրացման օրենքա։ Դե բա վсё բա։ Ասած ասել ընտանիքներով, բարեկամներով ուպորելեք։ Գնացեք գմփսրեք։ Սամջան, աղբերես։ Ձեր գյուղապետը բանա, ինչ ան։ Այ գյուղապետով աղբերդ որ զանգե դրանք ով են вообще, Սամուջան։ Ջան։ Ես որ աղբերդ տեսնում եմ դրանք խառնվում են իրար գյուղում։ Ջան։ 4-5 շոֆերներ ունեմ իրանց ընտանիքներով, Սամուջան։ Հա։ Իրանք 40 ընտանիք են պահում, ապեր, որ մեկին ասեմ, դե պատկերացրել ամենի Դե 30 ընտանիքին էլ ասա, Սամջան, 30-40 ընտանիքին մորքուր, հորքուր, հորողբոր տղեկ, հորողբոր աղջիկ եք սաղին էլ ասա։ ապե կասել են, ասած։ Հա, ցավը տանեմ։ Ես որ ընդդեմ իրանց ասեմ, մի 300 հոգի, 400 հոգի Սամո աղբորս զա բագադայրու։ 30-40 հոգու ասես ընտանիք էդի եկա բանա։ Ասամի 1000-1500 դամ մենք կարողատի մարզում ես կտանք։ Ջան, բա քո ցավը տանեմ։ Էդի եկա բանա, մեռնեմ քեզ, գտամ աղբորը կասեմ մեր։ Որ դու էլ գասես, նարեկին եք ասենք։ Օրվա անցուդարձից այսքանը առջևում ոչ պակաս հետաքրքիր զարգացումներ են սպասվում, այնպես որ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։